Ողջույն, սիրելի հայրենակիցներ, այժմ ես հարցազրույցի եմ հրավիրել դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է, քաղաքագետ։ Փորձենք վերջին 2-3 օրերի զարգացումները, նաև այսօր ինչ հասցրել ենք այս պահի դրությամբ հետևել, փորձենք վերլուծել։ Առավոտ լույս նորից տեղեկացանք, իրավապահները ներխուժել էին Մար Հայաստան կուսակցության անդամ Արեգնաս Մանուկյանի բնակարան, բերման են ենթարկել նրան, ձերբակալել են, իբր դավաճանություն, պետական դավաճանություն, չգիտեմ, լրտեսություն, հա, այդպիսի բարույթով է կալանավորված, այն նույն ինչով Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին, այսինքն մենք գործ ունենք շարունակվող այս բռնաճնշումների հետ, կալանավորումների հետ եւ մի այսպիսի փաստեն շրջանառում, նախ կուզեմ դրան անդրադառնանք եւ հետո Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածին, թե գաղտնի պլան եք մշակել դուք ընդդիմադիրները բոլորդ միասին, գաղտնի պլան ունեք, այո, մի զարմացեք, պարոն Սուրենյանց, եւ փաստորեն եթերով, հանրային հեռուստատեսության եթերով նաև խոսվում է ինչ-որ այդ պլանի մասին եւ դրա անվան տակ սկսվել է ազգային ուժերի, այն ուժերի, որոնք դեմ են Հայաստանի թերքացմանը, այդ ուժերի հայավորս է սկսվել։ Գաղտնի պլան, ինչի մասին է խոսք, եկեք բացեք մի հատ հասկանանքի չէ։ Գիտեք, քաղաքական ուժերը գաղտնի պլան չեն ունենում, մենք էլ չենք ունեցել գաղտնի պլան, շատ պարզ ակնհայտորեն ասել ենք մեր պլանը ինչն է, շատ հրապարակային, հիշում եք, չէ, այդ որ ասում ենք շատ հրապարակային, այդ վաղտել ծաղրում էին, ասում էին Գյումրի 2 չի լինելու, կամ Գյումրի մոդելն էին օրինակ ծաղրում, հետո երբ որ ասում ենք լավ այդ եվրոպական հայտնի մոդել է, որոշեցին մեզ պիտակավորել պատերազմի եռագլուխ կուսակցություն, ցենց ինչ-որ բանը միայն իրենց հայտնի պիտակով, այսինքն գաղտնի պլան գոյություն չունի, կա շատ հստակ պլան, որը ցավոք սրտի հունիսի 7-ին իրականություն չի դարձել, այսինքն երկրում տեղի չի ունեցել իշխանափոխություն, հիմա օրինակ ես հետընտրական բոլոր իմ հարցազրույցներում խոսել եմ այն մասին, որ քանի որ հունիսի 7-ին ունենալով որոշակի հաջողություններ, բայց գլխավոր խնդրում ձախողել ենք, արդյունավետ ընդդիմադիր համակարգեր ստեղծելու խնդիր ունենք, որը միջնաժամկետ հեռանկարում խոսքը իմ կանխատեսմամբ տարի կեսվա մասին է, պիտի հասնի երկրում իշխանության փոփոխությանը կամ այս հակասահմանադրական ռեժիմի վերացմանը։ Մեծ ցանկության դեպքում, օրինակ իմ այս արտահայտությունը կամ գործընկերներից առաջարկած այլ լուծումներ, որ շատ հրապարակային են հնչում, գաղտնի պլան անվանել չի կարելի։ Նիկոլ Փաշինյանի դա ենթադրում, շատ ներողություն, միջանկյալ հարցնեմ, ինչ է ենթադրում ձեր այդ առաջարկը, ընդդիմության համախմբում, ընդդիմության գործողությունների փոփոխություն, շեշտադրումների կամ օրակարգի փոփոխություն, ինչ է դա ենթադրում։ Տեսեք, ես ելնում եմ այն ելակետից, որ ընդդիմադիր ոչ մի առաջնորդ Նիկոլ Փաշինյան չի։ Այսինքն, որ եթե ինչ-որ բան ենք խոստացել, ինչ պատճառներով այդ խոստումը նշանակված օրը հունիսի 7-ին իրականացնել չենք կարողացել, նախ եւ առաջ մենք մեր հասարակությանը շատ անկեղծ պիտի նաև մեր ձախողումների մասին խոսենք, իշխանության հրեշավոր արարքները բոլորի համար ակնհայտ են, էլի, այդ գնահատականները տասնյակ անգամներ տվել ենք, նաև մեր սխալների մասին պիտի խոսենք, ասենք, որ հետընտրական փուլում մեր մտադրություններից չենք հրաժարվում, գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ նախընտրական քաղաքական գործիքները այլ տրամաբանություն ունեն, նրանք քաղաքական ստրուկտուրաներ են կոնկրետ խնդիր սպասարկելու համար, ընտրություններ։ Հիմա ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերը մի քիչ ավելի տևական եւ ոչ ընտրական ցիկլ սպասարկելու խնդիր ունեն, երկարաժամկետ քաղաքական համակարգ, երբ որ ես համակարգեր ասում եմ, դա միջնաժամկետ, նկատի ունեմ, որ պետքա կուսակցական կառույցները ուժեղացվեն, ընդդիմադիր կոնսոլիդացիա լինի, մշակվի ճանապարհային քարտեզ, ինչպես ենք օրինակ խորհրդարանական գործունեությունն ու փողոցը համադրելով, հասնում ցանկալի նպատակին, որտեղ ես խորապես համոզված եմ, որ այս իշխանության ճգնաժամը հունիսի 7-ով միայն խորացել է, որտեղ իշխանության եղած
մեղքերին եւ երկրի շուրջ եւ երկրում արկա ռիսկերին ու մարտահրավերներին ավելացել է եւս մեկ շատ ֆունդամենտալ խնդիր. Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ ղեկավար չէ։ Նրանց ճակատին կա ոչ լեգիտիմ լինելու խարան։ Եթե ես դետալների մեջ հիմա չմտնեմ, միայն այն փաստը, որ մի ֆրակցիայից գողացել են մանդատները եւ ազգային ժողովում պիտի լիներ խճանկար, որը ենթադրում էր, որ կուսակցությունից որևէ մեկը որակյալ մեծամասնություն չունի, հետևաբար չի կարող սահմանադրական օրենքների միայնքին ընդունել, չի կարող կարևոր առանցքային պաշտոնում միայնյա նշանակումներ կատարել։ Իսկն ապօրինի ձևով փոխվել է խորհրդանի խճանկարը։ Սա քաղաքագիտական տերմինոլոգիայով կոչվում է պետական հեղաշրջման հատկանիշներով գործողություն կամ իշխանության յուրացում։ Հիմա իշխանության յուրացման ճանապարհով ձևավորված խումբը լեգիտիմ իշխանություն համարվել չի կարող։ Սա ֆունդամենտալ խնդիր է, որը միայն խորացնելու է իշխանության ճգնաժամը։ Նման իրադարձությունների նման զարգացումը բերելու է նրան, որ տարի տարեկեսում այս իշխանությունը ինքը փլուզի, սրանք գումարեք նաև արտաքին եւ ներքին բազմաթիվ խնդիրներ։ Իմ ասածը հետեւյալն է, որpիսի այդ X պահին, որ իշխանության ֆիասկոն ակնհայտ կլինի, արտաքին միջամտություններով իշխանության նոր կոնֆիգուրացիա չձևավորվի, հայաստանյան ընդդիմությունը իր տարատեսակ ուժերով բազմաշերտ է մեր ընդդիմությունը, բայց նաև կոնսոլիդացված է որոշակի օրակարգերի շուրջ։ Այդ ընդդիմությունը պիտի կարողանա այնպիսի ինստիտուցիոնալ վիճակում լինել, որ պատրաստ լինի ստանձնել երկրի իշխանության ղեկը։ Ավելին ասեմ, արագացնի այս իշխանության հեռացումը, շատ կարևոր է, որպեսզի այս իշխանությունը ավելի շուտ փլուզվի, քան կարող է փլուզել երկիրը։ Խնդիրը սրա մասին է, Շատ կարևոր բան ասաց։ կարծում եմ շատ հստակ, հիմա այս ասածից մեջ բնականաբար մեծ ցանկության դեպքում գաղտնի պլան փնտրելը, չգիտեմ, շատ պարզ ասում եմ, ինչ պիտի անենք։ Ու ինչ որ ես հիմա ասում եմ, կամ ընդդիմադիր այլ գործընկերներ, բացառապես տեղավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված գործիքների տրամաբանության մեջ, որևէ արտաիրավական, արտաքաղաքական բան չենք ասում, չնայած որ իշխանությունը իր ապօրինի բիրտ մեթոդներով հաճախ գայթակղություն է առաջացնում հասարակության եւ ընդդիմության շրջանակներում դիմել ավելի կոշտ գործողությունների, բայց ինչպես տեսնում եք, ընդդիմադիր առաջնորդությունը ստանձնած գործիչները չեն տրվում այդ գայթակղությանը եւ հավատարիմ են մնում քաղաքական պայքարի ոգուն եւ տրամաբանությանը։ Դե 8 տարի է այդ քաղաքական ոգուն հավատարիմ սահմանադրական ճանապարհով է գնում ընդդիմությունը եւ իր բացարձակ չշեղվեց, իսկապես չշեղվեց։ Ոչ մի հակասահմանադրական քայլ այս պահի դրությամբ չի արել։ Փոխարենը իշխանությունը ամեն ինչ անում է, այդ բեսպրեդելի, հա, իրավիճակի մեջ ենք եւ խոսում է այն մասին, օրինակ 2 օր առաջ հանրային հեռուստատեսության եթերում մի քննարկում էր, որտեղ խոսում էր այն մասին, որ օլիգարխները ռևանշի նպատակ ունեն, այ դրա համար են օրինակ Ծառուկյանին հիմա կալանավորում, թիրախավորել ուժեղ Հայաստանի ղեկավարներին, Սամվել Կարապետյանն է տնային կալանում, որ դուք ռևանշիստներ եք։ Իսկական ես երբ որ լսում էի այդ անձին, քաղաքագետ ներկայացող, ինձ թվում էր ես լսում էի Ալիևին անկեղծ ասած, որովհետև Ինչ է նշանակում ռևանշիստ։ Ես ռևանշիզմը կարող է ունենալ ներքին եւ արտաքին դրսևորում, հա, հատկանիշ։ Քանի անգամ մենք հայտարարեցինք, որ բոլոր 3 առանցքային ուժերն էլ ընդ որում հայտարարել են հանուն արդարության, որ իշխանության գալու պարագայում չենք պատրաստվում չեղարկել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։ Պատճառն ենք ասել։ Ասել ենք ոչ թե ստորագրված փաստաթղթերը լավն ենք համարում, այլ համարում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ամբարտավանությունը չունենք բանակցությունները զրոյական կետից սկսելու, որտեղ դա կարող է կատաստրոֆայի կամ ազգային աղետի հասցնել։ Այստեղ որտեղ տեսան մարդիկ ռևանշիզմ կամ հիմա ռևանշիզմի ներքին դրսևորման մասին խոսեմ։ Եթե քաղաքական լեգալ կուսակցություններ մասնակցում են ընտրություններին ու փորձում են հաղթել ընտրությունների ինստիտուտի միջոցով, սրա ռևանշը ո՞րն է։
Այսինքն ռևանշը, ասենք շախմատային լեզվով ռևանշը բացասական բան չի։ Գիտեք, եթե այդ փրփուրը հանում ենք, իրանց ասած ռևանշը հետևյալն է, որ մարդիկ ընտրությունների ճանապարհով ուզում են գան իշխանության։ Գիտեք, ստեղ բանը բացասականը ո՞րն է, այդ եմ ուզում հասկանամ։ Ասեմ, Նույնիսկ ֆուտբոլում ենթադրենք առաջատար ուժեր կան, թիմեր կան, ենթադրենք Ռեալն ու Բարսելոնան։ Երբ որ Ռեալը հաղթում է, կատալոնացիները 6 ամիս սպասում են, որպեսզի պատասխան խաղում ռևանշի հասնեն, բայց այս դեպքում ռևանշը շատ ռացիոնալ շերտ ունի, որովհետև ազնիվ մրցակցությամբ հաղթելու ցանկության մասին է։ Հիմա, եթե իրենք բեսպրիձելի են դիմում, օրինակ, գնում են 70 տարեկան մարդուն, իրավապահների բեսպրիձելին չդիմադրող մարդուն, այո, իր տանը, տարեց մոր, կնոջ ներկայությամբ, բորենիների պես թիկունքից հարձակվում են, զգետնում են, դա ասենք խուժանություն է, բեսպրիձելա, թե ինչ է, այս հարցի պատասխանը, որևէ դեպքում, երբ որ ուրեմն նույնիսկ ձեռնաշղթաները օգտագործվում են անհրաժեշտությունից ելնելով, այսինքն պիտի պոտենցիալ կալանավորվողը, պոտենցիալ հանցագործը կամ կասկածյալը դիմադրության նշաններ ցույց տա, անհնազանդությամբ վարքագիծ ցուցաբերի, ինչ-որ նրա մոտ վտանգավոր վարքագծային կանոններ հայտնաբերեն, որպեսզի դիմեն ծայրահեղ միջոցների օգնությանը։ Նույնիսկ այդ տեսանյութում, իրանց նկարած տեսանյութում երևում է, որ մարդը խաղաղ տան դուռը բացում է, հրավիրում է ներս այդ բորենիներին, հա, որոնք փակ դեմքերով ներխուժել էին տարածք։ Ասենք մարդը թիկունքով, այս մարդիկ նույնիսկ հասարակական բարոյական միջավայրում չեն մեծացել, որտեղ մեզանից յուրաքանչյուրի մեծերը մեզ զգուշացրել են, որ մարդուն թիկունքից հարվածելը շատ տգեղ եղտամարդի երևույթ է։ Դա ընդունված չի նույնիսկ մարդկային հարաբերություններում։ Հիմա փոխանակ մենք շատ խիստ գնահատական տանք իրենց գործողություններին, ասենք 8000 մարդու գործազուրկ եք դարձրել ընդամենը 2-3 օրվա ընթացքում։ Այդ մարդիկ զրկվել են իրենց եկամտի եւ ապրուստի միջոցից։ Այդ մարդիկ պիտի վարկեր սպասարկեն, հնարավորություններ չունեն։ Փոխանակ մենք դրա մասին բարձրաձայնենք, խոսում են իրենք ռևանշիստ։ Ինչ ռևանշի կամ այդ ինչ մի բանական ռացիոնալ բացատրություն կա, որը կարող է արդարացնել որևէ մարդու նկատմամբ քաղաքական ահաբեկչության այն տեսարանը, որ մենք տեսանք Ծառուկյանի նկատմամբ կիրառվող, կամ որ Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը քաղաքական հայտ չներկայացնեին, արդյոք նրանցից կխլվեր հեծը կամ ցեմենտի գործարանը։ Խիստ կասկածում եմ, որտեվ հայտնի այլ օլիգարխներ կան, որոնցից ոչ մի բան չի խլվում։ Չէ, օրինակ, մենք որտեվ իրենք չկան քաղաքականության մեջ կամ լոյալ են իշխանությանը։ Հիմա իխի ում համար պարզ չի, որ ոչ մի ռևանշ էլ չկար։ Այս մարդիկ խոշոր կապիտալի երկու ներկայացուցիչ քաղաքական հայտ ներկայացրեցին, որից հետո այս մարդկանց դեմ սկսվեց տոտալ ճնշում։ Սամվել Կարապետյանից խլեցին հեծը կամ շատ մոտ են այդ հանգրվանին, հիմա սկսում են նույն process-ը Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Սա ուրեմն քաղաքական հաշվեհարդարի գործիք են դարձել պետական բոլոր ինստիտուտները ու երկու խնդիր են սպասարկում։ Մեկը չեզոքացնում լրացնում են դիմադրության բոլոր կենտրոնները, երկրորդով շատ էլի կարևոր խնդիր են լուծում, բայց մենք այդ մասին շատ քիչ ենք խոսում, չգիտեմ ինչի, կուլակաթափություն են անում։ Այսինքն սեփականության տոտալ վերաբաժանման ենք մենք ականատես լինում, ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանին հուշել են իր արտաքին եւ ներքին կուրատորները, որ առանց տնտեսական ամուր բազայի նա չի կարող իշխանությունը երկարաձգել կամ կայուն իշխանություն ունենալ, ահա Նիկոլ Փաշինյանը զբաղված է սեփականություն խլելով,
Այս մարդկանց սեփականությունը խլելու կամ յուրայիններին դա բաժին հասնելու կամ չգիտեմ ինչ անելու։ Ես մի զարմանալի բան էլ տեսա այս ընթացքում։ Օրինակ ինչ-որ դատական գործով մտել էին Իշխան Սաղաթելյանից տուն խուզարկության։ Ես առաջի անգամ եմ տեսնում, որ մտել մարդու տուն խուզարկության, սովորական գողի պես զարդեղ են փող, ինչ աշտերին են գնում այդ մարդու տունը, վերցնեն գնան։ Սա բանը իրավապահ մարմինների գործելավոճ չի։ Սա իսկական բանդիտիզմ, հա, որի հետևանքները Նիկոլ Փաշինյանը անդունդի եզրին է ինքն իրեն եւ երկիրը կանգնեցրել։ Այս սցենարները, որ այսօր ինքը բեմականացնում է, նվաստացնելով ընդդիմադիրներին, ահաբեկելով հասարակությանը, վաղը չոքելու է իր դեմ։ Պարոն Սուրենյանց, հիմա այսպեսի նախ իդեպ ասեմ, որ այսօր հարցազրույց էր տալիս լրագրողներին Սամվել Կարապետյանը նշեց ոչնչացրեցին Հրազդան ցեմենտը, կոչնչացնեն Արարատ ցեմենտը, իրենք թշնամություն են անում հայկական տնտեսության, գյուղատնտեսության նաև, այսինքն սա ըստ Սամվել Կարապետյանի ուղղակիորեն ուղղված է հայկական տնտեսության ոչնչացմանը, ինչպես դուք ասեցիք, այլ գուցե արտաքին տերերի պատվերով ոչնչացրեք հայկական տնտեսությունը, արդեն երկիրը հեշտ կլինի փլուզել։ Հիմա ես ուզում եմ գալ հետևյալին։ Իրենք իրենց այս բոլոր գործողությունները, ես հետևում եմ իրենց քաղաքագետ համարվող այս անձանց վերլուծությունները, տեսնում եմ ինչպես են արդարացնում։ Օրինակ ասում են այսպես. նրանք ռուսամետ ուժեր են եւ ուզում են մեզ նորից հետ տանել, դա մենք թույլ չենք տա, ուզում են մեզ դարձնել ռուսաստրուկ, դա մենք թույլ չենք տա եւ վերագրում են այս ամբողջ պայքարը իրենց երեք մասնավորաբար առաջնորդների դեմ եւ ընդհանրապես ընդդիմության ամբողջ ընդդիմության հատվածի դեմ որպես պայքար հենց այդ ջարդելու այդ ռուսամետությունը ասում են ինչ ուզում եք ժողովրդավարական Հայաստանը ոչնչացնել եւ ես ուզում եմ ընթերցել նաեւ Դանիել Իոնիսյանի գրառման փոքր հետեւյալ հատվածը ասում է իշխանությունները իրենց այդ քայլով նկատի ուներ մասնավորաբար Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվածը ուղերձ ասում է հստակ է որ ով իր կամքով գիտակցված կերպով Հայաստանի դեմ ռուսաստանյան գործիք դարձավ լուրջ պրոբլեմներ է ունենալու եւ շարունակում է որ վատ սցենարներ են լինելու այսինքն ձեզ համարում է մեր ընդդիմադիր ազգային հատվածին ռուսամետներ եք դուք եւ ոչնչացնում եք ժողովրդավարական բաստիոն Հայաստանը։ Ձեր արձագանքը խնդրեմ։ Հերթով գամ Սամվել Կարապետյանի ռեպլիկի մասին, որ տնտեսության վիճակներ նկարագրում։ Այո, ես հավաստում եմ, պարոն Կարապետյանի գնահատականը այս դեպքում մասնագիտական է, որովհետև եթե 3-4 օր եւս Արարատ ցեմենտի բնականon գործունեությունը չվերականգնվի, ամբողջ շինարարությունը կոլապսի մեջ է հայտնվելու երկրում, որովհետև դա համակարգաստեղծ ձեռնարկություն է, երևի մեծ բացահայտում չեմ անում, որովհետև ամբողջ շինարարությունը մի շարք այլ կարևոր ենթակառուցվածքներ Արարատ ցեմենտի գործունեության հետ ուղղակի կապ ունեն։ Ոնց որ ասենք հոսանքի հետ կապ ունեն տնտեսության բոլոր ճյուղերը կամ ճյուղերի մեծ մասը։ Սա մեկ։ Գյուղատնտեսության ոլորտն էլ այո, բայց եթե կառավարությունը ոչ մի ջանք չի թափում հայ-ռուսական հարաբերություններում արկա ճգնաժամի հետևանքով արտահանումների սահմանափակումը վերացնելու ուղղությամբ գյուղատնտեսությունը մեռնելու է։ Բա մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց այդ աճեցրած մրգեղենը, բանջարեղենը, այնտեղ ծաղիկների խնդիր կա եւ այլն եւ այլն։ Բա այդ մարդիկ տասնյակ հազարավոր փոքր եւ միջին գյուղացիական բիզնես ունեցող մարդիկ են, որոնք կքելու են վարկերի ծանրության տակ, որոնք այլևս չեն կարողանալու սպասարկել են նվազագույն ինֆրաստրուկտուրալ ծախսերը, որ նախատեսված էր։ Հələ եկամուտների մասին չեմ խոսում։ Եկամուտների մասին տասնյակ հազարավոր մարդիկ մնալու են գործազուրկ։ Շատ պարզ է, այդ որ գալիս է այն կինը Ուրսուլա ֆոն դեր Լայնը, որ գալիս է սիմվոլիկ sense ժպտալով բանով ասում է 58 միլիոն եվրո մենք փոխհատուցենք Հայաստանին
ուրեմն այդ կրած վնասների համար սամ արտահանման սահմանափակումների։ Բա լավ մեկը չկա, ասի այդ տիկին, հայ ժողովրդի ինքնասիրությունը եւ ինտելեկտը Տաշչյանի մի բռնաբարի։ Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած ճգնաժամը հարուցելու է 4-ից 5 միլիարդ դոլարի վնաս։ Քո 58 միլիոն եվրոյով ի՞նչ ես փոխհատուցում։ Ինչ ես փոխհատուցում քո 58 միլիոն եվրոյով։ Սա մեկ։ Հələ չենք խոսում այն մասին, որ Աստված մի արածի կարող է առաջանալ նաև բանի խնդիր, գազի թանկացման խնդիր, Աստված մի արածը։ Այդ մենք արդեն չենք որոշում, Ռուսաստանը ինքն է որոշում, ինչպիսի գործիքներ օգտագործի։ Երկրորդը ռուսամետ ուժերի հետ կապված։ Ուրեմն ես երբեք չեմ հրաժարվելու իմ խոսույթում օգտագործել այն թեզը, որ ես շատ բարձր եմ գնահատում եւ շատ կարեւորում եմ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որտեղ ես այդպես եմ մտածում։ Ու իմ շատ ընդդիմադիր գործընկերներ այդպես են մտածում, որ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, բայց դա չի նշանակում, որ Մոսկվայում ինչ-որ մեկը կարող է մտածել, որ ես իր քաղաքական օրակարգը պիտի սպասարկեմ Հայաստանում։ Այսինքն ռուսամետ լինելը եւ ռուսական շահեր սպասարկելը դրանք տարբեր բաներ են։ Ինձ եւ իմ շատ գործընկերների դուք երբեք չեք տեսնի ինչ-որ օտար երկրի շահեր սպասարկելուց։ Ռուսամետ լինելը կրկնում եմ, որտեղ ստեղծված իրավիճակի անալիզը ինձ բերել է նրան, որ այլընտրանք չունենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, այլընտրանք չկա։ Այդ նույն կերպ ես կարևորում եմ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը, որ ես իրանամետ չեմ։ Դա գեոպոլիտիկ վերլուծության արդյունքում ծնված բան է։ Կրկնում եմ, ռուսամետ կամ հայ-ռուսական հարաբերությունների կարևորում դա չի նշանակում ռուսական գործակալ։ Ամեն մեկ իր փչացվածության չափով է երևի դատում։ Հիմա լավ, եթե ինձ օրինակ ռուսամետ եք անվանելու, երկու խնդիր եմ առաջարկում։ Նախ գտեք մի օրակարգ, որ ես երկրի ներսում գեներացնում եմ Մոսկվայի պատվերով, եթե կարող ենք գտնել, ես ուղղակի քաղաքականությամբ չեմ զբաղվի։ Չկա նման օրակարգ։ Սա մի խնդիր։ Ես կարող եմ հիմա տասնյակ օրակարգեր նշել, որ Նիկոլ Փաշինյան իրականացնում է Ալիևի ուղիղ հանձնարարությամբ։ Հավասիկ այդ մեզ ռուսամետ անվանողները թող շատ մեծ բումերանգի օրենքից վախենան, որտեղ իրանց շատ բացահայտ եւ հիմնավոր կարող ենք թրքամետ կամ ադրբեջանամետ կոչել։ Հետո հասարակությունը ինքը որոշի ավելի պատվաբերար ռուսամետ լինելը, թե թուրքամետ կամ ադրբեջանամետ։ Իդեպ հենց այսօր անկլավների հետ կապված Նիկոլ Փաշինյանը փաստորեն ադրբեջանանպաստ հերթական հայտարարություններ անում։ Իր բազմաթիվ հայտարարություններից նման տպավորություն կարող ենք ստանալ, թող կոռեկտության մեջ մնան, ավելորդ որակումներ չտան։ Ես երբեք չեմ տեսել որևէ ընդդիմադիր գործիչ, որ կզում է Պուտինի առաջ։ Բայց տեսել եմ բազմաթիվ դրվագներ, լուսանկարներ, տեսանյութեր, որտեղ Հայաստանի փաստացի կառավարիչը կզում է թշնամական պետության ղեկավարի առաջ։ Դրա համար ասում եմ արտահայտություններում թող կոռեկտ լինեն։ Այո, Էրդողանի Այս դաշտում ես ոչ էլ Պուտինի լուսանկարով գիրքը սեղմել եմ կրծքիս ու հրճվել եմ։ Այդքան արժանապատվություն ունեմ, որ նման բան չանեմ։ Առիթ կլինի ռուս փորձագետների կամ մյուսների հետ, որ շփվում ենք, հարցրեք։ Օրինակ ես բոլոր շփումներում արժանապատվության գիծը շատ բարձր եմ պահում, ընդհակառակը մեր ռուս գործընկերների հետ մենք շատ հաճախ քննարկում ենք շատ ցավոտ հարցեր, որտեղ Մոսկվայում էլ չէ ամեն ինչ չի արվում ճիշտ եւ մեր մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Երրորդը, այդ որ ժողովրդավարական Հայաստանն է Նիկոլ Փաշինյանը պաշտպանում։ Այն ժողովրդավարական Հայաստանը, որտեղ քաղաքական օպոնենտին թիրախավորելով սպանում են նաև նրա կենդանուն, այն ժողովրդավարական Հայաստանն է պաշտպանում, որտեղ
12 ժամ պանդանդի կարգավիճակում 93 տարեկան կին են պահում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ուզում է քաղաքական հաշվեհարդար տեսնել նրա որդու հետ։ Ուզում եմ հասկանամ այդ որ ժողովրդավարական Հայաստանն է պաշտպանում Նիկոլ Փաշինյանն ու նրա աջակիցները, թե որ մարդուն թոքաբորբով 4-5 ամիս ԿԳԲ-ի պատվարում պահում էին, ինչպես Սամվել Կարապետյանի պարագայում էր։ Երևի մեկ էլ էդ է, չէ՞, ժողովրդավարության ցուցիչ։ Այսինքն Դեպքեր ունեցանք, չէ՞, նաև մահվան։ հայտնի, շատ հայտնի, մտավորական, Երևանի կոլորիտի մաս հանդիսացող մարդ խոշտանգ բերով դատանի դալիճում մահկանացուն է կրկին։ Արմեն Գրիգորյանի մասին եմ ասում, ռեժիսոր։ Այո, Սրանից հետո խոսալ ժողովրդավարության մասին կամ ասեցի ոչ լեգիտիմի խարան իր ճակատին արդեն փակցված է։ Ինքը մանդատի գող է։ Մանդատի գողը ո՞նց կարող ժողովրդավար լինել։ Պարոն Սուրենյանց, ամեն դեպքում ես ուզում եմ հիմա եկեք այս հանգամանքները հենց հաշվի առնելով, կարծում եմ ընդդիմությունը պետք է այնինչ կատարվում է ընդդիմության դեմ, մեր ազգային հայ մարդկանց դեմ, պետք է դիտարկենք հենց աշխարհաքաղաքական հարթության մեջ։ Օրինակ այդ շոուն, որ արվեց 70 տարեկան մարդուն, որը բացարձակապես չէր ընդվզում, հանգիստ տանը նստած, ոչ փախչում էր, ոչ չգիտեմ խնդիրներ էր ստեղծում, գնացին, գետնով տվեցին, նկարեցին, տարածեցին, ում էր դա ուղված։ Ռուսաստանին էր ինչ որ բան ուզում ասել, որ այ ես քո մարդկանց այսպես գետնով կտամ, թե Թուրքիայի իր տերերին էր ուզում ասել, որ տեսեք ես ոնց եմ, ինքս եմ, ես այստեղ օրակարգ թելադրողը։ Երկու դեպքում էլ մենք գործ ունենք հստակ աշխարհաքաղաքական գործոնի հետ։ Տեսեք, նման նրան գրեկ ուժի նման ֆետիշացումը չի կարող տեղի ունենալ առանց արտաքին խրախուսանքների, սա ակնհայտ է, որովհետև հակառակ դեպքում մենք հիմա կլսենք օրինակ ԵԽԽՎ-ի, Եվրամիության, ԵԱՀԿ-ի համապատասխան ինստիտուտների շատ օպերատիվ ու կոշտ արձագանքը։ Ես քաղաքականավոր եմ եղել։ Այն ժամանակ միջազգային կառույցները շատ բծախնդիր են եղել մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Ես տեսել եմ իրենք ցանկացած խախտման պարագայում ինչպիսի արագ եւ օպերատիվ արձագանք են ցույց տալիս։ Այս պարագայում զրո արձագանք է։ Ուրեմն այո, կարող ենք ենթադրել, որ սա արտաքին պատրոններին ուղղված էր, առայն, որ ինքը ամեն ինչ վերահսկում է եւ ազգային դիմադրության օջախները ճնշում է, так բազմաշերտ են այդ պատրոնները, սկսած գլոբալիստական արևմուտքից վերջացրած Բաքվում եւ Անկարայում նստած թշնամական երկրների կառավարիչները, հա։ Բայց նաև դա մեսիջ է Ռուսաստանին, որ տեսեք ես նաև ձեր կողմնակիցներից եմ ճնշում բոլորին գլխատում եմ։ Եվ եթե բան կա խոսելու իմ հետ պայմանավորվեք, որովհետև այլ ուժեր չկան, որոնց հետ պայմանավորվեք։ Հիմա Հայաստանում ինչ է կատարում։ Ուզում եմ մեր հասարակությունը ճիշտ հասկանա։ Սա անջատ վերցրած Գագիկ Ծառուկյանի, Սամվել Կարապետյանի, Սուրեն Սուրենյանցի, Իշխան Սաղաթելյանի, Արմեն Աշոտյանի, Ավետիք Չարաբյանի դեմ պայքար չի։ Մեզ մի օր կբռնեն, մի օր բաց կթողեն, մի օր մեր եկամուտներին կխփեն, մյուս օր այլ բան կանեն, այս բոլորը անցողիկ բաներ են։ Մի օր այսպես կլինի, մի օր այնպես կլինի։ Շատ ավելի ֆունդամենտալ խնդիր է լուծվում։ Հայաստանում ընդդիմադիր դառնալը հավասարեցվում է քրեական հանցագործությանը։ Այսինքն այսօր մեզ են հարվածում, որտեղ մենք ենք սպիկերները, մենք ենք process-ի կամ հասարակական կարգի առաջատարները։ Մեր հարցերը լուծելուց հետո հասնելու են ամեն շարքային մարդուն, որը կհանդգնի նույնիսկ կենցաղային մակարդակում հակադրվել իշխանությանը։ Դրա համար ես այսօր են ցեմ զավոդի աշխատողները իրենց մաշկի վրա արդեն զգում են իմ ասացի հետևանքները։ Փաստացի գործազուրկ են դարձել։ Բայց Փաստացի գործ։ հասունանում սոցիալական բունտը, օրինակ, ինչու չի դա Դա էլ է համատարած։ հասունանալու, դա հարգելի Արմեն է, ամեն ինչը քաղաքականության մեջ ունի էվոլյուցիոն զարգացման տրամաբանություն, մանավանդ մեր ընդդիմությունը հեղափոխական չի։ Տարբեր պատճառներով հիմա չքննարկենք դա։ Դա ոչ լավ է, ոչ վատ է, դա փաստ է։ Իրենց հետագծով այս ընդդիմության առաջնորդները հեղափոխական հետագիծ չունեն, շատ ուղիղ ասեմ,
որտեղ խոշոր կապիտալի ներկայացուցիչները իրենց կերպով ու բնույթով հեղափոխական չեն լինում, որտեղ խոշոր կապիտալի կողմնակից նշանակում է կայունության նկատմամբ շատ մեծ հարգանք ունեցող մարդ։ Այդ պարզ է ինչի։ Են իրենք, այո։ Նույնը նախկին նախագահի կարգավիճակ ունեցող մեկը չի կարող հեղափոխական լինել, որտեղ անցել է պետական ինստիտուցիոնալիզացիայի շատ երկար ճանապարհով։ Այդ մարդիկ իրանց հետագծով չեն կարող հեղափոխական լինել, հետևաբար մեր մոտ զարգացումները էվոլյուցիոն ընթացքով են լինելու։ Ասում եմ, սա լավ կամ վատի խնդիր չի։ Այլ գործիչներ էլ կան, որ բնույթով հեղափոխական են։ Դե նրանց հետ Հուշեցիք, կներեք, պարոն Սուրենյանց, մի միտք հուշեցիք, այսինքն այս իրավիճակից ելքը հակա Նիկոլ ունենալն է, որը չի ընտրել գիտեք, այսօրվա այդ ընդդիմության, արդյունավետ քաղաքական համակարգ էր, որ ձևավորվի, Նիկոլի նման մեկը հակա գուցե այդ Նիկոլ։ հարցն էլ լուծվի, արդյունավետ, Աստված չանի հակա Նիկոլ լինի, պիտի լինի Նիկոլին հեռացնող, բայց ռացիոնալ դաշտի մարդ։ Հիմա տեսեք, մի քիչ հեղափոխականություն, այո, մեր ընդդիմությանը պակասում է։ Օրինակ տեսեք, մենք ունեցել ենք այլ գործիչներ, որոնք բնույթով էլի շատ ինտելեկտուալ են, բայց բնույթով ավելի համարձակ քաղաքական որոշումներ կայացնող են։ Իրենց բնույթով, իրենց քաղաքական հետագիծն էլ այդպիսին է։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, որտեղ իրենց ձևավորման ընթացքը որպես գործիչներ եղել է շատ մեծ համազգային շարժման բանում, ակունքներում, հա։ Հիմա բայց էլի եմ կրկնում, էվոլյուցիոն կլինի, հեղափոխական կլինի, իշխանության ֆիասկոն մոտենալու է։ Իշխանությունը տեսեք, հիմա այս Նիկոլ Փաշինյանը իր իշխանությունը պահում է տոտալ տուրբուլենտության վրա։ Այսինքն, ինքը անդադ պիտի ստեղծի արտաքին թշնամու կերպար, ներքին թշնամու պետք է չակերտների մեջ հերոսաբար այդ թշնամիների դեմ պայքարի եւ փորձի հասարակությանը կերակրել այդ թշնամիների դեմ պայքարի տեսարաններով։ Ինչ-որ Դանիել Հովհաննիսյաններն էլ պիտի հայտնվեն, դա հանուն ինքնիշխան եւ ժողովրդավարական Հայաստանի պայքար ներկայացնեն։ Հայաստանը ոչ ժողովրդավար է, ոչ էլ ինքնիշխան է։ Սա այնքան ակնհայտ է, որ չեմ էլ ուզում այդ ցածր բանավեճի մեջ մտնեմ, որովհետև ինքնիշխանություն ունի 4-5 հատկանիշ, որ գոյություն չունի հիմա Հայաստանում։ Միայն այն փաստը, որ դու Ադրբեջանի պատվերով սահմանադրություն ես փոխում, պահանջով, էլ ինչ ինքնիշխանություն։ Կամ մի հատ ինքնիշխան երկիր ասեք, որի տարածքները օկուպացված են։ Դուք տենց ինքնիշխան երկիր գիտեք աշխարհում։ Շարունակում է զիջել, ասում եք, Այո, տանք, կամ ժողովրդավարությունը ունի շատ կոնկրետ 3 հատկանիշ։ Դա լեգիտիմ ընտրություններն է, դա իշխանության պատասխանատվության ինստիտուտն է եւ դա իշխանության փոփոխելիության ինստիտուտն է։ Այս 3 հատկանիշից ո՞րն է գործում Հայաստանում, որ մենք խոսենք ժողովրդավարական Հայաստանի մասին։ Հետևաբար այդ լոլոներն ու հեքիաթները քողարկում են այն իրական վիճակը, որ կա։ Հիմա տեսեք, աշխարհի որևէ երկիր չեք գտնի, որ որևէ բիզնեսմեն խնդիր ունենա պետության հետ, այդ բիզնեսմենի բոլոր տնտեսական ենթակառուցվածքները ողնաշարին հարված ստանան։ Չկա տես բան։ Մարդը խնդիր ունի օրենքի հետ, կոնկրետ մարդու հարցը քննվում է։ Աշխատում են շատ ծայրահեղ դեպքերում կալանքի տանել, եթե տնտեսական հանցագործության մասին է խոսքը, դեռ դրանով ոչ պետության բյուջեն է հարստանալու, ոչ որ պետությունն է շահելու։ Եվ բնականոն շարունակում է գործնայությանը։ Հայաստանում տեսեք ոնց է, երբ որ որևէ կուսակցության ղեկավարի ձերբակալում են, տվյալ դեպքում Ծառուկյանին։ Ամեն ինչ անում են, որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հիմնահատակ ավիրեն։ Եվ նաև այն կազմակերպությունները, այն գործարանները, այո, նաև բիզնես ստրուկտուրաները։ Տեսեք, մի հատ մարզմ էլ ասեմ, էլի։ Սա մասին էլ է շատ քիչ խոսում, որտեվ այնքան տոտալ է եղել հարցակումը, խեղճ լրագրողներն էլ չգիտեմ որ դրվագի վրա ուշադրություն դարձնել։ Ուրեմն մտել են մի հատ կառույց, կապարակնքել են իդեպ, այդ կառույցն էլ է այդ կառույցի գրասենյակն էլ է կապարակնքված, որը ոչ Ծառուկյանի քաղաքական կառույց է, ոչ էլ Ծառուկյանի բիզնեսն է։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում Ծառուկյանը ընդամենը ընտրված ղեկավար է։ Վաղը դուք կարող եք ընտրվել կամ ես, օրինակ։ Դա ՀԿ-ա, որը պարբերաբար ընտրում է կառույցի ղեկավարը, ոնց որ կուսակցություններն են ընտրում։ Այդ ՀԱՕԿ-ի
Աբովյանին հասցեում գտնվող շենքը կապարակ կնքել են գրասենյակը։ Ես քանի որ շատ մոտիկից տեղյակ եմ ՀԱՕԿ-ի գործնայությունը, ՀԱՕԿ-ի վարչակազմի ադմինիստրացիայի հիմնական գործառույթը արտաքին սպորտային կապերի ամրապնդումն է։ Հիմա դուք պատկերացրեք այդ գրասենյակի չգործելու պատճառով մեր սպորտը ինչպիսի ահռելի վնասներ է կրում, հատկապես մեր մարզական աշխարհի իմիջը ինչպիսի մեծ հարվածի տակ է դրվում։ Կամ ասենք մտնում եք Օլիմպիադան, խուզարկության։ Իջեք օտարերկրացի սպորտսմեններին դիվադադարանում առավոտը ժամը 7:30, բա լավ մեր երկրի մասին այդ մարդիկ գնալու են իրենց երկրներ, չէ՞։ Մեր երկրի մասին ինչ կամ էլ երեք անուն չտամ հասարակությանը ոչինչ այդ անունը չի էլ ասում։ Մի գործարարից ցավով պատմում է մասնավոր սեկտորում գործունեություն ծավալող եւ շատ անուղակի ասոցիացիաներ ունեցող մուլտիգրուպի հետ, որտեղ մուլտիգրուպից ինչ-որ բան են ներկրել ընդամենը, այլ կապ չունեն։ Մտնում եք այդ միջին գործարարի տարածք, որտեղ բնակելի սեկտոր էլ կա, վարձով ապրող բնակիչներին քշում եք տնից։ Սա վանդալիզմ է, սա ինչ կապ ունի դեմոկրատիայի հետ։ Սա մաքուր վանդալիզմ է։ Եվ գիտեք ինչն է, հենց դա է խնդիրը, եթե հիշեմ սխալվում 10,000 մարդ հիմա աշխատանքի հետ կապված Նու ես տարբեր հաշվել եմ 8000, բայց գուցե հա, թող լինի պերիֆերիկ 8,000, հարգելի այո, Արմին, այդ գործարարը, որից պատմում էր, որ ասում եմ ուղակի առնչություն մուլտիգրուպի հետ չի ունեցել։ Որպես գործարար սեկտոր ինչ-որ մուլտիգրուպի հետ կարծեմ դիզվառելիքի հարցում ինչ-որ համագործակցություն ունեն։ Գործարարից պատմում էր, որ իրա կառուցած մասնավոր սեկտորից, բնակելի սեկտորից վարձով ապրող մարդիկ են, ասենք շինություններ է կառուցում, մարդիկ շատ մատչելի վարձով ապրում են։ Վտարել են առավոտը 7:30 ուշ հրեության շրջանում գտնվող կնոջ։ Հետո սրանք խոսում են հումանիզմից, խոսում են մարդասիրությունից, խոսում են դեմոկրատիայից։ Հասկանում եք, կամ են կենթանին ինչ էր արել այն առյուծը։ հատուկ արեցին, որ ցավ պատճառեին Ծառուկյանին, ես այդպես եմ կարծում։ Չնայած այդ առյուծը, որ անկեց, շատ անկեղծ ասեմ, շատ մարկանցից ավելի արժանապատիվ էր, նա արժանապատիվ վախճանը գերադասեց ՔՊԸ-ականների հովանու տակ ապրելուց։ Այդտեղ խորհրդանշական բան էլ կա։ Անուն տալ էս իրավիճակին շատ դժվար է, դեպ իրավաբանները փորձում են աշխատել, եթե տեղյակ եք Զարուհի Փոստանջյանը դիմում է ներկայացրել, գնում է գործի հետևից հասկանալու համար, թե Այո, արյուծին ինչի մի սպանեցին։ բան նկատել եք դուք, հարգելի Արմին, այդ առյուծի անկման մասին, երբ որ տեղեկատվություն էին տարածել կենթանաբանական այգու ադմինիստրացիան, միանգամից ինձ շատ նման տեքստ դեժավյու ապրեցի, այդ տեքստը կարդալուց, այնտեղ ասում էր մեծ տարիքում Հա, ուղեկցող հիվանդություններով խնդիրներ ունեցող կենդանի ա եղել։ միանգամից հիշեցի կովիդի ժամանակ սրանց տարածած տեքստերը։ Հիշում եք, ասում էին մահացել է այսիշ տարիքով մարդ, ով ունեցել է ուղեկցող հիվանդություններ։ Հետաքրքիր զուգահեռ արեցիք, սարսափելի է։ Այսինքն սրանց դեմքը չի փոխվում։ Կովիդի վախտել ոչ մի էմոցիա, ոչ մի ապրումակցում Հմ, չկար այդ այո, խեղճ մարդկանց եւ մեծ վերաբերյալ, թվով որոնք մարդիկ են իրենց իսկ մահացել։ քաղաքականության պատճառով մահացան։ Այո, Իրենց իսկ այն Արսեն Թորոսյան կա, որ մեծախոսում պորոտա, որը մահվան նախարար է ըստ էության։ Հիմա տեսեք, այդ տեքստերը, որ տարածում են COVID-ի ժամանակ, ոչ մի ապրումակցություն չկար։ Նույնիսկ մարդու անուն ազգանուն չկար։ Այդ ժամանակ պիտի մեր հասարակությանը հասկանալ, հասարակությունը ինչ հրեշավոր իշխանության հետ գործ ունի, կամ ավելի վաղ պիտի հասկանար։ Եղել եմ 3-4 հոգուց մեկը, որ այն ծանր օրերին Մամել Գրիգորյանին համարձակվել եմ այո, զորակցություն հայտնել 2018 թվականի հունիսին։ 3-4 գործիչներից մեկն եմ եղել։ Այս ամեն այլանդակության հիմքը դրվել է 2018-ի հունիսին, երբ որ մենք թույլ տվեցինք,
Բազմաթիվ թերություններ ուներ Մանվել Գրիգորյանը։ Իդեպ ես այն մարդկանցից եմ, որ իր կենթանության օրոք ճակատին եմ ասել իր թերությունները։ Բայց Մանվել Գրիգորյանը Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար էր։ Երբ որ մենք ազգովին թույլ տվեցինք, որ Մանվելի դեմ այդ հրեշավոր գործողությունը Տուշոնկի մասկան սարքեն, այդ օրը մեր ժողովրդավարության, մեր ինքնասիրության բանը Անկման։ անկման սկիզբը Այո։ դրեցինք։ Եվ Իրականում իհարկե, խնդիրը որ Մանվելի անձը չէր։ եւ Խնդիրը լկտի Գեբելսյան քարոզչությամբ ուղեկցող բաներն էր։ Հիմա բոլորի տներում խուզարկության վաղ արդեն տեսնում ենք, չէ՞։ Նույն ձեռագիրն է, նույն նույն ձեռագիրն, ձեռագիրն է։ այո, Այն իսկ չէ ասում կամախները, են այն Տուշոնկա կամախները երկուսն տես է տանելը, ինչ իրականում։ իրավունք ունես մարդու սեփականությունը հանդիսացող։ Իրերը այդ ձևով լստես մեքենան տանես։ Դու ես ստեղծել այդ իրերը կամ բաներ, ինչ որ արժեքներ։ Եվ այսօր ամբողջ գիտեք ինչն է նաև անբարոյականության երևի բացահայտ դրսևորում է, երբ այս ամբողջը Նիկոլ Փաշինյանը գիտեք ոնց է արդարացնում կամ ներկայացնում, որ ինքը ժողովրդից է ստացել այդ քվեն, մանդատը ստացել է ժողովրդից եւ ժողովուրդն է իրեն պատվիրել, որ գնա եւ մաֆիայի գլուխը ջարդի։ Նախ ասում եմ ինքը մանդատ չի ստացել, ինքը այլևս ինքնակոչ Ենոնքավանցի է, ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այո, մինչև 2026 թվականի հունիսի 7-ը այդ շատ վատ իշխանությանը մենք բոլոր հարցերում քննադատում ենք, բայց որևէ մեկս կասկածի տակ չէր դնում բանի այդ իշխանության լեգիտիմությունը, ճիշտ է։ Շատ անկեղծորեն ասում եմ, մենք քննադատում ենք, բայց լեգիտիմությունը կասկածի տակ չենք դնում։ Հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը դարձել է ոչ լեգիտիմ վարչապետ։ Դա բոլոր չափանիշներ։ Հետևաբար ինքը չի կարող ժողովրդի մանդատը շահարկել։ Հետո նույնիսկ եթե ընդունենք, որ որևէ ղեկավար 100%-ով լեգիտիմություն է, ժողովրդի մանդատը չի կարող փոխարինել սահմանադրական կարգավորումներին։ Այսինքն, եթե ես 60% ձայն եմ ստանում, ես կարող եմ կայացնել միայն այդ 60%-ի շրջանակներում գործողություններ, որոնք սահմանադրությունը, օրենսդրությունը ինձ համար որպես պաշտոնյա պատվիրակել են։ Սահմանադրականության դեմ որևէ ոտնձգություն չի կարող արդարացվել ստացած վստահության քվեով։ Այսինքն տարական բաներ է սա, ինչ ասեմ, որևէ բուհի առաջի երկրորդ դասանի քաղաքագիտության ճշմարտություններ եմ ես բացահայտում։ Ես բարձր քաղաքագիտությունից չեմ խոսում։ Մաուսրենյանց երկու դիտարկում եմ ուզում անել այսօր իր հայտարարությունների հետ կապված, երբ որ լրագրողները հարց են հնչեցրել Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացրած այդ գործողություններից, ասել է 8 տարի ես ստիպված եմ եղել պայքարել դատա իրավական մաֆիայի դեմ, որ այդ գործերը պատշաճ ընթացք չեն ստացել։ Ինչ է ստացվում։ 8 տարի այդ մարդը իր մտքում ունեցել է Ծառուկյանին, օրինակ հենց խոսում ենք, հա, Գագիկ Ծառուկյանի հետ կապված, նրան այս վիճակի հասցնել։ Եվ դա այն դեպքում, երբ ժամանակ այդ 8 տարվա մեջ եւ կոալիցիա է կնքել, եւ կադրերն էին տարածում, ինչպես ջերմ ընդունում էր, նստում էր, զրուցում էր, բայց նա մտքում ունեցել է նրան գետնով տալու այդ ծրագիրը։ Ուրեմն Ես չգիտեմ, սա մարդկային հոգեբանը երևի վերլուծման կարիք ունի սա։ Ուրեմն հարգելի Արմեն, նախ նա ստում է, դատա իրավական համակարգը ծնկի է բերվել շատ արագ։ Վաղուց դատա իրավական համակարգ իր կրնկի տակ է։ Մենակ հիշեք նա ինչպես տյունինգ արեց համանդրական դատարանը, ամեն ինչ պարզ կդառնա։ Այն Հրայր Թովմասյանի հետ կապված ապօրինությունները հիշեք եւ այլն։ Հիմա չեմ ուզում ծավալվել եւ այդ Ուրեմն 2021 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը զբաղված է եղել դատական իշխանության անկախության մնացորդները խժռելով։ Ստում է, որ 8 տարի հերոսաբար պայքարել է դատա իրավական համակարգի դեմ։ Սա մեկ։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանի համար թշնամի է դառնալու ցանկացած մեկը, անկախ նրանից ժամանակին այդ մեկի հետ ինքը ինչ հարաբերություններ է ունեցել։ Ով կհանդգնի քաղաքական հայտ ներկայացնել։ Արդեն մենք ապրում ենք տոտալ ավտորիտարիզմի պայմաններում, երբ որ նույնիսկ այն մարդը, որ տարիներ առաջ
լոյալ ա եղել Փաշինյանի հանդեպ, կամ Փաշինյանն է այդ մարդու հանդեպ լոյալ եղել, եթե այդ մարդը նույնիսկ քաղաքական հայտ ներկայացրեց, ու բնականաբար ընդդիմադիր համատեքստով դառնալու է Նիկոլ Փաշինյանի թշնամին։ Գիտեք, ես բոլոր գործարարներին հարգում եմ անկախ նրանց քաղաքական դիրքավորումից, որտեղ բոլոր գործարարները այս երկրի համար ինչ-որ արժեք եւ արդյունք են ստեղծել։ Բայց մի շատ բարեկամական խորհուրդ կտամ թե Խաչատուր Սուքիասյանին, թե Սամվել Ալեքսանյանին։ 3 կամ 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը թշնամաբար տրամադրված չէր նաև Ծառուկյանի ու Սամվել Կարապետյանի հանդեպ։ Այսօր նրանց դարձրել է իր գլխավոր թիրախները։ Սուքիասյանն էլ, Սամվել Ալեքսանյանն էլ թող վստահ լինեն, որ եթե որևէ օր իրանք որոշեն ինքնուրույն որևէ բան անել, նույն կերպ դառնալու են Նիկոլ Փաշինյանի թիրախը։ Ես սա վստահաբար եմ ասում, Նիկոլ Փաշինյանի տեսակը ճանաչելով։ Չեմ կարծում, որ դա լինի, որովհետև Սուքիասյանը նույն գաղափարների կրողն է, հա, Հիմա օրինակ չես կարա իմանաս, կյանքը կյանքը, գիտեք ինչ բան է։ խոսնենք։ Այնուամենայնիվ ես ելնում եմ այն դիտակետից, որ այդ գործարար մարդիկ, քանի որ այս երկրում ինչ-որ արժեք են ստեղծել, արժանապատվության մի հատ նշաձող ունեն, որից ներքև իջնել չեն կարող։ Հենց այդ պահը գա, որից ներքև էլ չեն կարող իջնել, դառնալու են տիրախ։ Լավ, պարոն Սուրենյան, եւ մեկ իր այսօրվա խոսքերից մեկին էլ եմ ուզում արձագանքեք։ Ես ձեզ ասում եմ, ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, ոչ էլ ինձ չեն հետաքրքրել դրանք։ Գաղափարը չունեմ ինչի մասին եք խոսում։ Խոսքը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի Գիտեմ։ զարուրելի պատկերին, հասնում եմ, ես չեմ տեսել։ Խափում է։ Ես ուզում եմ, Եթե հա, մի բայց մոլագար կար, որի համար այդ տեսարանը ստեղծվել է, այդ ինքն է։ ահա, բայց ես ուզում եմ հետեւյալ շեշտադրումը, հա, անել։ Սա չի նշանակում, որ ինչ որ մի պահ կգա, կասի ով է, ով գիտեր, ես հո չեմ ասել։ Ուժայինները գնացել են իրենց այդպիսի քայլեր։ Այսինքն ինքը իր վրայից հիմիկվանից արդեն գցում է, գուցե Հարգելի Արմինե, նման պահ մտածելով, արդեն եկել է։ ըհը, Նման պահ արդեն եկել է։ 2021 թվին ինքը հայտարարում էր, ասում էր, որ ես պատերազմի գլխավոր հրամանատարը չեմ եղել, ընդամենը ասել, DJ եմ եղել կամ մոդերատոր։ այո, Այսինքն ես ասում եմ, պատերազմի պարտության հարցումի չեք ինձ տես մեղադրում։ Ես ընդամենը հեռախոսով ես եմ փոխանցել եմ։ Իհարկե գալու է մի պահ, որ ինքը ասի, ես բոլորն ընդհանրապես են ինչ մեղավոր, գործ ունեմ այդ վայրենությունների հետ։ այո, Ես չեմ այսինքն, կարծում, որ ԱԱԾ-ում կամ ներքին գործերի նախարարությունում կամ քննչական կոմիտեում կար ի բնե նման վիժվածք, որ առանց բարձր իշխանության հրահանգի իր կամքով ձեռք բարձրացնել Ծառուկյանի նման հեղինակավոր մարդու վրա։ Բացառում եմ, որ տես մարդ գտնվի։ Բացառում եմ։ Ես էլ եմ չէ եղել քաղաքալանավոր։ Ձերբակալել են շատ քաղաքակիրթ ձևով եւ ձերբակալողները հենց իրենք ասել են ձեր անձի նկատմամբ հարգանքից օրինակ չենք ուզում ձեռնաշղթա անցկացնել կամ եւ այլն։ Այսինքն թակառակը իրավապահ մարմինների ներկայացուցիչները, եթե վերահսկվող ապօրինի պատվեր ստացած չեն լինում, իրանք հակված են հեղինակավոր մարդկանց նկատմամբ գործողությունները շատ քաղաքավարի անել, որովհետև մտածում են վաղ իշխանության կարող է լինեն Գագիկ Ծառուկյանը կամ Սուրեն Սուրենյանցը եւ չեն ուզում հետո թիրախավորվեն մի խոսքով իրենց այսօրվա գործողությունների համար։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը ստում է։ Այս տեսարանները բեմականացվել են միայն Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի ինչպես ինքն է սիրում, այդ թևավոր արտահայտություն ունի, որպեսզի նրա հոգին փառավորվի։ Տեսնի մարդուն նվաստացած, բայց ես ձեզ ասեմ, դա թույլի, պարտվածի, հոգով եւ մտքով բոմժի արարքա։ պարոն 10, Սուրենյան, 15 շակալով հա, մի հաղթանդամ տղամարդուն տապալելը հերոսություն չի, փոքրոքություն է։ Հետևից խփելը, նույնիսկ մարդկային կենցաղային հարաբերություններում շատ վատ ու տգեղ բառով է բնորոշվում։ Դա շատ տմարդի գործողություններ են։ Դրանից Ծառուկյանի արժանապատվությունը հեչել չնսեմացավ։
Եվ ընդհակառակը Ծառուկյանին անցած օրերի զորակցություն հայտնեցին մարդիկ, որ ամբողջ կյանքում Ծառուկյանին քննադատում էին։ Ճիշտ եք, ճիշտ եք։ Դա բացահայտեց այն անդունդը, որ Փաշինյանը հենց ինքը իրեն դրել է այդպիսի անդունդի առաջ։ Թեպետ ես օրինակ կցանկանայի, որ ամբողջ սպորտսմենները իրենց բողոքի ձայնը բարձրացնեին եւ Սփյուռքը նաեւ խոսեր, Սփյուռքը լռում է, Սփյուռքը 18 թվականին ինչքան ակտիվ էր, երբ բերեց մի մարդու իր ակտիվությամբ նաեւ նպաստեց Փաշինյանի գալուն, Տեսեք, հիմա մարդիկ գիտես ինչ պիտի հասկանան, որ այս ամեն ինչ իրանց հետ է պատահել։ Դուք գիտեք, որ ես Ռոբերտ Քոչյանի հետ ժամանակին ունեցել եմ խնդիրներ։ Շատ լավ գիտեք, այդ հրապարակային է, դա քաղաքական։ Բայց ես նույն հետևողականությամբ քստմնելի արարք եմ համարում այն տեսարանը, որ սարքեցին Քոչյանի հետ կապված օդանավակայանում, երբ էլի երկրի նախկին նախագահը գնում է, ընդ որում իրավունքը ունենալով, նա խափանման միջոց չուներ այդ պահին, գնում է օդանավակայան, երկրի երկրորդ նախագահը 70-անց մարդ, այդ նվաստացնող տեսարանը պիտի ստանային, որ թույլ չեն տալիս անցնի։ Սա էժան արարքներ է, ում հանդեպ էլ անեն։ Նույն կերպ դատապարտել եմ Իշխանստան այդ խոզարկությունը, որ տեղի է ունեցել, որտեղ էլի անմարդկային տմարդի, ասենք փոքր մարդկանց գործողությունները։ Այսինքն մենք պիտի մի բան հասկանանք, քաղաքականավորները կամ քաղաքական հալածյալները մերոնց ձերոնց բաժանել չի կարելի։ այո, Բոլորը քաղաքականավոր են, ովքեր քաղաքական մոծիներով են կալանավորված, թե Գագիկ Ծառուկյանը, թե իմ ընկեր Արմեն Աշոտյանը, թե Ավետիք Չալաբյանը, թե Թևանյան Անդրանիկը, թե հիմա վախենում եմ անուններ բաց թողեմ, որտեվ շատ են այդ մարդիկ, ում անունը բաց թողեցի, թե Վարդան Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետ, ում անունը բաց թողեցի, թող ներող լինեն, այդ կարևոր չի, որ ես ու Վարդանը ուրիշ արժեհամակարգերի կրող ենք։ Հա, տարբեր արժեհամակարգերի կրող ենք։ Իմ աշխարհանկալումը ուրիշ է, Իրանը ուրիշ է։ Բայց Վարդան Ղուկասյանը քաղաքական կալանավոր է, որովհետև բոլոր ընտրված համայնքապետերին չէ հենց ընտրվելու պահից ամեն ինչով հետևում, դրոններով, բանով, որ մի հատ կեղտ գտնեն վրան։ Հիմա հարց եմ տալի, չեմ էլ ուզում խորանամ, այդ արելա թե չի արարքը։ Հարց եմ տալի, ասում եմ ու դատական ակտերը հրապարակվել են, եղած փաստերի վրա եմ հարց տալի։ Ասում եմ ինչի եք, հենց ընտրվելու րոպեից այդ մարդուն թիրախավոր է այդ կարգի, որ մի բան գտնեք, չէ՞ ստալինյան մեթոդ է։ Կարևորը մարդը գտնվի, մի հոդված կկարեն վրան։ Դրա համար Վարդան Ղուկասյանն էլ է քաղաքականավոր։ Հետո ինչ որ ինքը կոլորիտով իր ձևով է ինչ որ բաներ մատուցում։ Եվ ամենակարևորը, մարդիկ եթե ունեն արժանապատվություն, իշխանության կողմից հետապնդվում են։ Էսա որտեղ է գրված այս խելագարությունը։ Դրա համար ես ասում եմ, մերոնց ձերոնց քաղաքականավորներին մի բաժանեք։ Բոլորը մեր ընկերներն են, մեր եղբայրներն են, ազատության մեջ պիտի հայտնվեն, այ ազատության մեջ կլինեն բոլորը։ Չի լինի էլ փաշիզմը երկրում, այս իրա դրսևորումներով։ Այդ ժամանակ ամեն մեկս մեր Հայաստանի շրջանակներում իրար հետ կարող ենք վիճել, բանավիճել, մրցակցել եւ այլն։ այո, իսկ հիմա համախմբում է պետք ազգի եւ ազգային կառույցների, որովհետեւ մենք ուր որ է նաեւ կսկսվի եւ լրագրողների դեմ արդեն ասվում է, շուտով հերթը Այո, հասնի լրատվամիջոցներին, ի վերջո արդեն մեծ պայքար է սկսվում նաեւ շարունակվում եկեղեցու դեմ, մենք տեսանք Թուրքիակը նախագահի այո, կեղծ խոստովանությունը, որ ամեն ինչում պատրաստ է օգնել Փաշինյանին, հետեւաբար ազգային ուժերի համախմբումը, դուք ձեր խոսքում էր սկզբում մեր հարցազրույցի ասացիք, շատ կարևոր է, պարոն այո։ Սողոմյան, օդ ու ջրի պես անհրաժեշտություն է։ Շնորհակալ եմ, եթե կա ասելիք եւ ես անկեղծ ասած սպասում եմ ձեր որպեսզի իրականություն դառնա հայկական հեղափոխությունը Ես հայկական 2018-ի թուրքական հեղափոխությունը պարտադիր հեղափոխության չի, դեմ։ հայկական հեղափոխությունը պարտադիր չի, որ մեկ միտինգով տեղի ունենա ու միայն միտինգով տեղի ունենա, հայկական հեղափոխություն անպայման լինելու է, այդ հայկական հեղափոխությունը առաջին հերթին մտքի հեղափոխություն է, առաջին հերթին տեսակի հաղթանակի հեղափոխություն է, դա անխուսափելի է, որովհետև մենք հավաքականորեն սրանից 35 տարի առաջ
քվեարկություն ենք կատարել, արժանապատիվ քվեարկություն եւ ուխտ ունենք պետություն ունենալու, հետեւաբար իմ ասած հայկական հեղափոխությունը Երևանի փողոցներում տոնվելու է։ Դրա շատ քիչ ժամանակ է մնացել, շաբաթներ եւ ամիսներ, ես մեր հասարակությանը կոչ կանեմ չվատվել, դասականներ, չէ, ասում ես օրերն էլ կուգան կանցնեն, կմնա մեր պետականությունը իր հավիտենական արժեքով։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյանց։ Ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ զրուցում էի Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։